Ուր ես վրա։ Տեսնես կկարողանամ պաշտպանել քեզ։ Երանի կարողանամ։ Ես իմ համար էիր մաքրում։ Հա, ալերգիա չունեիր։ Ինչ տարօրինակ ես դու ինձ սիրում։ Երևի դրա համար էլ քեզ շատ եմ սիրում։ Արդեն ժպտացել ես, տեսել եմ։ Աչ։ Նորը կտաս։ Մի քիչ սպասես։ Վրամ խմել ես։ Մի քիչ։ Հիմա ինչ, քարոզ ես կարդալու։ Չէ, վրամ, եթե խմել ես, ուրեմն դրա կարիքը ունեցել ես, զարի օգնեմ քեզ հասնես սենյակ։ Մտածում էի այսօրվա խոսակցությունից հետո։ Վրամ, խնդրում եմ, չեմ ուզում այդ մասին խոսենք։ Արի օգնեմ, գնա սենյակ, լավ։ Թող ես գարում։ Վրամ, զգուշ, արի, զգուշ, կամաց, զգուշ, վրամ, կամաց, վրամ, զգուշ, արի, առաջացի։ Մի րոպե։
Արի։ Արի անցի նստի։ Կամաց։ Գնամ բաղնիկ։ Երևի հիմա վրայիցս շան հոտ ա գալիս, չէ։ Քեզ հիմա քնել ա պետք։ Սոնա, ես Վրամ կլինի պարկես, պարկի քնի, հա։ նեղացել ես, չէ ինձանից։ Բայց ախր ես ճիշտ եմ, Սոնա։ Ջուր կտաս։ Սոնա ջան, կներես, որ այս ժամին անհանգստացնում եմ, ուղղակի ուզում եմ իմանալ Վրամը նորմալ հասավ տուն, ուղղակի վատ վիճակում էր, ես էլ անհանգիստ եմ։ Սոնա ջան, կներես, որ այս ժամին անհանգստացնում եմ, ուղղակի ուզում եմ իմանալ Վրամը նորմալ հասավ տուն, ուղղակի վատ վիճակում էր, ես էլ անհանգիստ եմ։ Տաննա, ամեն ինչ կարգին է, հանգիստ եղեք, շնորհակալ եմ շատ։ Տաննա, ամեն ինչ կարգին է, հանգիստ եղեք, շնորհակալ եմ շատ։ Պաստորեն վաղվանից էլ չես գալու գործի։ Չէ, հուսով եմ մի երկու օր կդիմանաք, չէ առանց ինձ։ Դե զգուշացրել էի, գնում եմ վիրահատության։ Դե կսպասենք շուտ կգաս։ Չեմ հավատում։ Էս երազա, հերիք չի տանից ես կարողացել դուրս գաս, մի հատ էլ եկել ես իմ մոտ։ Հատուկ եմ ես ժամին եկել, որովհետև գիտեի աշխատանք ես համել, պահը բաց չեմ թողնի ու մի լավ կպարապեմ։ Հա, շատ լավ ես արել։ Բա ես ինչ նվեր է։ Տեսնես ում ծնունդն է վաղը։ Ճիշտն ասած, որ հիշում եմ վաղը վիրահատության ես, ասեցի բերեմ նվերդ, բարձր տրամադրությամբ գնաս։ Ինչ եղավ Լիլ։ Ինքան վատ եմ զգում ինձ։ Ինչի։ Դե իրականում մի քոյն չեմ ասել, որ գնում ենք վիրահատության։ Ասել եմ, որ գնում ենք գյուղ, ընտանիքով պետքա ծնունդս նշենք, ինքն էլ նենց ոգևորված սպասում ա, որ իմ համար ինչ որ բան ա մտածել, չգիտեմ էլ։ Նեղվում եմ։ Լիլ, ինչի ես խաբել, խաբելուտ իմաստը չեմ հասկանում։ Ավելի լավ չէր, որ դու մի քոյն նախորոք ասեիր, ոչ ինքը վատ դուրության մեջ կլիներ, ոչ էլ դու սենց վատ կզգայիր քեզ։ Դե հա, հասկանում եմ, ուղղակի պատկերացնում ես, եթե ես իրան ճիշտ ասեի, ամբողջ հիվանդանոցը պայթեցնելու էր։
Իսկ հիմա որ չգիտի, համ էլ դու գիտես ես ինչքան եմ երազել ես ամեն ինչի մասին։ Տեսել ես ոնց եմ գումար հավաքում, որ ես անեմ։ Այդ գիտեմ, բայց չափազանցնում ես Լիլ։ Չէ, սխալ ես կարծում։ Բայց վաղը մի քան մեկը իմանալու է, չէ՞, սենց ստացվում է, որ դու խաբել ես, ինչի համար։ Դե հա, հասկանում եմ։ Ուղղակի հետո սիրտը շահելը ավելի հեշտ կլինի, քան թե հիմա, որովհետև եթե փորձեմ ակնարկել, հաստատ ամեն ինչ այնպես չի գնալու, ոնց ես եմ ուզում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Լավ, մի խոսքով, իսկ մարզահակուս բերել ես։ Բա առանց դրա։ Դե շատ լավ է, դե գնա փոխվի, ես էլ տեսնեմ ինչ նվեր ես ինձ բերել։ Առանց ինձ չբացես, ուզում եմ արձագանքդ տեսնեմ, դե վազեցի։ Սոն։ Վրամ, ես գնում եմ Լիլիթի աշխատանքի վայր, քնած էիր, դրա համար էլ չեմ արթնացրել, որ զգուշացնեմ։ Վրամ։ Նա։ Արագ հավաքվի, հագնվի ու իջի ներքև։ Բան է եղել։ Արմոին կանչել եմ։ Արմոին ինչի համար ես կանչել։ Որոշում եմ կայացրել։ Նարեի հարցով։ Հա, Նարեի հարցով։ Ու իմ որոշումը փոփոխման ենթակա չի։ Արագացրու իջի մինչև Արմոյի գալը քեզ հետ պիտի խոսեմ։ Իջի հեսա փոխվեմ կգամ։ Ես սպասում եմ։ Ասա տենամ ինչ ես որոշել։ Չնայած պարզ է ամեն ինչ։ Ուզում ես Արմոյի առաջարկը ընդունես, չէ՞։ Կա ուրիշ տարբերակ։ Դե ամեն դեպքում այդ լավագույն տարբերակը չի։ Քուրդ մեզ նենց օրինակ գցե, որ պիտի ընտրենք չայրած փոքրագույնը։ Հա, բայց Արմոյի մտքին էլ է մի բան կա։ Էդ ես շատ լավ հասկանում եմ, Վրան։ Թե չէ հենց նենց Արմոն չեր ուզի հայքի երեխի հերը դառնար։ Հիմա մենք պիտի այդ ամեն ինչը օգտագործենք ի շահ մեզ։ Հետո Արմոյի այս վարմունքը գուցե ինքը ինչ-որ բաներ ունի պլանավորած, պիտի ընենց անենք, որ մենք այս իրավիճակից շահած դուրս գանք։ Եթե Նարեն ամուսնանա, Մարգարիտ հորան կողմը չի նայի։ Հիմա շատ լավ է, որ Արմոն կա, մեզ փրկում է խայտարակությունից, Նարեին էլ հետը։ Չգիտեմ, պապ, իրոք արդեն ոչ մի բան չգիտեմ։ Եթե ուրիշ տարբերակներ կան, ասա։ Պիտի Նարեի հետ խոսանք։ Նարեին ուղղակի կարելի է զգուշացնել ու վերջ։ Հա, բայց տենց ոնց կլինի, պապ։ Հեշտ ու հանգիստ, Վրամ։ Անենց բաներ չի արել, Վրամ, որ նստենք հեշտ ու հանգիստ խոսենք հետը։ Արմոնը։
Բարև ձեզ։ Ալո, Ալո, Նարա ջան, ո՞նց ես։ լավ եմ, դու ո՞նց ես։ Լավ, բայց ոնց որ ձայնդ տխուր է, հա։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ասում ես նորմալ է, թե ուղղակի չես ուզում հետս ազնիվ լինել։ Նարե, ուղղակի ինձ էլ ճիշտ հասկացի։ Ես շատ անհանգիստ եմ քեզ համար։ Հանկարծ իմանում եմ, որ Հայկն է երկրից գնացել, հետո Վրամն ու Սոնան առանձին խոսում են այն մասի, որ դու լավ չես։ Ինչ է կատարվում։ Կատարվում այն, որ բոլորը իմացան, որ ես եղի եմ։ Բոլորը։ Դե բոլորը բացի Հայկից, հա։ Ես ասում եմ, որ Հայկն է երախ պապան։ Դրա համար էր Վրամը այդ վիճակում բարձր։ Հանդիպել եք։ Եկել էր ինձ մոտ, ասում էր, որ օգնության կարիք ունես։ Հա, ճիշտ է, հիմա իրավիճակը լարված է, բայց ես ինձ երբեք սեն չեմ զգացել։ Ես ինձ այսքան ուժեղ երբեք չեմ զգացել։ Նարը իսկ ո՞նց են իմացել, հայրդ ո՞նց է արձագանքել։ Հիմա կպատմեմ։ Ձյաձակո, ես հասկանում եմ, ինչ է նշանակում քո համար այս որոշումը։ Բոլորս էլ գիտենք, որ ամենաշատը Նարային է սիրում, ու ինչքան էլ ջղայնացած ես իրա վրա, ոչ մի բան չի նշանակում։ Իմ համար շատ կարևոր է, որ դու իմ առաջարկը ընդունես։ Ճիշտ է, ես կուզեի, որ ամեն ինչ ուրիշ ձև լիներ, ուրիշ հանգամանքներում լիներ, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Արմո, ես քեզ մի անգամ հարցրել եմ, հիմա էլ եմ ուզում հարցնեմ։ Ասա, Վրամ ջան։ Ինչի համար ես ուզում Նարայի երեխուն հայրություն ճանաչես։ Ինչի համար ես ուզում այս կարգավիճակով ամուսնանաս Նարայի հետ։ Մանավանդ գիտես, որ չի սիրում քեզ։ Անցած անգամ ասեցիր, որ սիրում ես, հասկացանք։ Բայց մի հոգու սերը հերիք է, որ ամբողջ կյանքում ապրես մեկի հետ, ով համ քեզ չի սիրում, համ էլ ուրիշից երեխա պիտի ունենա։ Անես չի է, որ մենք Նարայի ձեռը կրակն ենք ընկել ու չգիտենք ինչ անենք։ Դու էլ մեր միակ փրկությունն ես։ Իմ քուրը եթե ամբողջ կյանքում մենակ էլ լինի, ես իրան տեր կկանգնեմ։ Այսքանը ասում եմ, որ չմտածես մեզ լավություն ես անում ու ասես, թե ինչի համար ես ուզում Հայկի երեխուն տիրություն անես։ Դու ասում ես Հայկի երեխա, բայց ես մտածում եմ Նարայի երեխու մասին։ Այդ երեխան իմ համար այն մարդու երեխան է, ում հիվանդի պես սիրում եմ։ Ու չեմ կարողանում այդ սիրուց ազատվել։ Կողքից ով էլ նայի, երևի չի հավատա այս ամեն ինչին։ Ես էլ, որ իրենց փոխարեն լինեի ու կողքից ինձ նայի, ես էլ չէի հավատա։ Մի օր, որ ինձ մեկը հարցներ, սենց իրավիճակում եմ հայտնվել, այդ ժամանակ ես դրա գլուխը կկտրեի։ Կամ էլ շատ բարձր կծիծաղայի։ Բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Ու ես չեմ կարողանում ազատվել այդ սիրուց։ Հազար ձև փորձել եմ, որ մոռանամ, բայց ոչ մի բան չի ստացվել մոտս։ Ուղղակի ես հույս ունեմ, որ մի օր Նարեն ինձ կսիրի։ Գնա քրոջդ կանչի գա։
Լիլ վաղը վիրահատություն դրամը քանիսին է։ Առաջինը ինձ են վիրահատելու։ Միքոին ասել ես։ Դե կգաք իմանա։ Լիլ մեղ, հա։ Գիտեմ, ինքն էլ ուղղակի նենց պատրաստություն ա տեսնում, անգամ մամայիս համար ա նվեր առել։ Երեխու պես ոգևորվել ա։ Բայց մի րոպե, քո ծնունդն է, մամայիդ համար ինչա նվեր առել։ Դե շատ լուրջ ա պատրաստվում, ինչ անեմ։ Տենում ես աղբորս, ես ուղղակի Միքոյի դեմքն եմ պատկերացնում, երբ վաղը իմանա, թե իրականում ինչ ա կատարվում։ Դե ինչ ա կատարվում։ Կոստյումով գալու ա հիվանդանոց էլի։ Ինչ կոստյում։ Դե ասել եմ իբր տատիկի հետ հանդիպման ժամանակ կոստյումով եթե գա առավելությունը։ Գժվել ես, Լիլ։ Դա դժվար իմա հավատա, կամ էլ չգիտեմ։ Լավ, արի գնանք սուրճ խմենք։ Ես եմ հյուրասիրում, համ էլ սիրտս թխված կա ուզում։ Հա, հեսա ճանապարհին մոմել կառնենք ու կստացվի, որ ծնունդդ ենք նշում։ Համ էլ սթորի կնկարենք։ Աշխարհն աշխարհով դու քո սթորիներով։ Հա ինչ, հետո թորներից բան կունենամ ցույց տալու, ինչ վատ ա։ Մի խոսքով այսքանը հարքուր։ Արմոնը թուղթը պահել էր, որ իմ դեմ օգտագործի։ Բոլորին էլ ցույց տա, որ հիվանդ չեմ էլ եղել։ Մի օր շուտ ուզում էր ամուսնանանք, բայց հետո իմացավ այն ինչ որ չպիտի իմանար։ Արմոն արդեն շատ հեռուն ա գնում, բայց մի կողմից էլ լավ ա, որ բոլորը գիտեն։ Եթե դու որոշել էիր երեխային պահել նարե, ուրեմն ինչ տարբերություն թե երբ կիմանային դրա մասին։ Միևնույնն է մի օր պարզ էր չէ դառնալու, ու իրենք մեկա չէին ընդունելու այդ երեխային։ Գիտեմ։ Ալո, նարե։ Հավես, արթնացել ես։ Քո համար թե եմ դրել։ Հեսա կգամ։ Բա այդ ում հետ էիր խոսում։ Մամ։ Թամենը հարցնում եմ ում հետ էիր խոսում։ Նարեիչի ներքև։ Ինչի համար։ Արմոն ա եկել, որ խոսենք։ Ես Արմայի հետ խոսալու ոչ մի բան չունեմ, ինչ որ պիտի խոսեի, արդեն խոսել ենք։ Դուք կարող գնաք խոսեք, բայց առանց ինձ։ Դու հիմա այն վիճակում չես, որ ինչ որ բան որոշես նարե։ Որ ասում եմ իջի ներքև, ուրեմն ձենդ կտրի ու իջի։ Արագացրու։ Հարքուր, ես քեզ հետո կզանգեմ։ Լավ։ Հորքուր։ Հա, Հարքուր։ Այսինքն Լալայի հետ էիր էլի խոսում։ Վերջացրու, հա, արի հիմա գնանք։ Ուր ան արել։ Գալիս ա։ Ասիր։ Չէ։ Արի, առաջ արի։ Կանչել ես ինչ որ բան է եղել։ Ուշադիր, շատ ուշադիր լսում ես ինձ։ Ընթացքում չխոսես, չընդհատես, որովհետև քո կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում։ Ես որոշում եմ կայացրել։ Ու պարտավոր ես ենթարկվել այդ որոշմանը առանց ավելորդ բառերի։ Ինչ է կատարվում։ Ձենդ կտրի, երբ ես խոսում եմ։ Ինչ որոշման մասին է խոսքը գնում։ Դու պիտի ամուսնանաս Արմոյի հետ։ Դա ես որոշել եմ ու քննարկման ենթակա չի։ Դա միակ
տարբերակն է այս խայտարակությունից խուսափելու համար։ Ինչ։ Ինչ որ լսեցիր։ Ես չեմ ամուսնանալու Արմոյի հետ։ Դու ով ես, որ մի հատ էլ կարծիք ես հայտնում։ Դու այս տան մեջ կորցրել ես քո կարծիք հայտնելու իրավունքը։ Կամուսնանաս Արմոյի հետ, ու Արմոն այդ լակոտին կտա իր ազգանունը, ու մենք կփրկվենք այս խայտարակությունից։ Վրամ ասա մի բան։ Ես տեղյակ եմ պապայի որոշումից։ Ինչ։ Չէ, այս անհնարին է։ Ես չեմ ամուսնանալու Արմոյի հետ։ Ես չեմ ուզում ամուսնանամ Արմոյի հետ։ Սակո, լսում ես։ Էս են հարցն է, որ պետք է Նարեի կարծիքը հաշվի առնես։ Մի կամ երկու օրվա հարց չի։ Մի ամբողջ կյանքի հարց է։ Անիկ, քեզ ով հարց տվեց։ Պապա, խնդրում եմ քեզ, ես հասկանում եմ, որ դու հիմա ջղայնացած ես իմ վրա, բայց տենց բան մի արա, դժոխքի մի վերած իմ կյանքը։ Ես չեմ ուզում ամուսնանամ այս մարդու հետ, ես ատում եմ այս մարդուն։ Ես չեմ սիրելու իրան ամբողջ կյանքում։ Ես չեմ ուզում ամուսնանամ Արմոյի հետ։ Էլ մի երկարացրու։ Դու կամուսնանաս Արմոյի հետ։ Արմոնը երեխուն կտա իր ազգանունը, ու ոչ ոք չի իմանա, որ այդ երեխեն Արմոյինը չի։ Ու ես ստիպված չեմ լինի իմ աննամուս աղջկա պատճառով գլուխս կախել։ Պապա։ Վերջ։ Էս իմ վերջին խոսքն այլ չենք շարունակում։ Դու էլի օգտվեցիր, չէ, առիթից։ Էլի հասար, չէ, ուզածիդ իրավիճակները էլի քո օգտին դասավորեցիր, չէ։ Նարե, ես իմ վրայով շատ եմ անցել։ Ու էլի եմ անցնում, որ քո համար լավ լինի։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ես չեմ ամուսնանալու քո հետ։ Ինչ էլ որ լինի, թեկուզ վերջ տամ կյանքիս մեկը չեմ ամուսնանալու հետդ, հասկացար։ Սպասի, Նարե։ Նարե ջան, հանգստացի։ Այ չէ, դու տեսար մամա, տեսար ոնց է հետս խոսում։ Ես չեմ հասկանում, ես իրեմ, որ իրանք որոշում են ու մոտ պիտի լինեմ, ես էլ եմ չեմ մարդ, ինչի են իրանք որոշում իմ ճակատագիրը, ես իմ կյանքն է։ Լավ, հանգստացի, քեզ չի կարել այդ վիճակում նյարդայնանել, հանգստացի, խնդրում եմ քեզ։ Այդ իրանց ասա թող հանգստանան, իմ հետ նենց եմ վարվում, ոնց որ կենթանի լինեմ, ոչ թե մարդ։ Ես զարմանում եմ ոնց եմ մինչև հիմա ապրել ես տանը։ Ու գիտես ամենավատը որն է, որ ես պատրաստ էի զոհել ամեն ինչ հանուն մի մարդու, ով հիմա աչքը չի թարթում ինձ կործանելու համար։ Տենց մի խոսավորդ մասին, ինքը քեզ շատ է սիրում։ Մամա, վերջացրու էլի, այդ սերը վերջին անգամ երբ եմ տեսել։ Ու գիտես ինչ, շատ հեշտ է խաղաղ պայմաններում մարդուն սիրել։ Ընդամենը երկու լավ բառ ես ասում, երկու անգամ ժպտում ես դեմքին, մարդը մտածում է, որ դու իրան սիրում ես։ Հիմա է պետք, որ ինքը ինձ սիրի, հիմա է պետք, որ ցույց տա։ Արմոն 1000 անգամ մեր տուն եկավ, որ հետս ամուսնանա։ Ինչ արեց, ոչ մի բան։ Ոչ մի անգամ չհարցրեց, Նարե ջան, ոնց ես քեզ զգում։ Ներսը ցավում է, չի ցավում, ուզում ես ամուսնանալ, չես ուզում։ Իսկ վրամը, այն նույն վրամը, որ անդադ կռվում էր իմ հետ, ոչ մի հարցում հետս համաձայն չէր, միջև վերջ կանգնեց կողքս։ Ու հիմա էլ պապան փորձում է պատժի ինձ։ Իմ երեխան մեղք չի, որ ես էլ գլուխս կախ պատիժս ընդունեմ։ Հիմա ինչ ենք անելու։ Ինձ թվում էր խոսացել եք Նարեի հետ։ Ինչ պիտի անենք։ Դուք ամուսնանալու եք, ուրիշ տարբերակ չկա։
Ձյաձա քո ինձ էլ ճիշտ հասկացի։ Ես ինձ վատ եմ զգում։ Բայց ուզում եմ նենց լինի, որ Նարեն հասկանա, որ լավագույն լուծումը ամուսնությունն է։ Ես կխոսեմ Նարեի հետ։ Նարեն իրականքով կգա ու կասի, որ համաձայն է։ Բարես հանգստացի, քեզ չի կարել այդքան յարդայնանալ։ Փորձի այդ հարցին ուրիշ տեսանկյունից նայել։ Միգուցե իսկապես ճիշտ կլինի, որ դու ամուսնանաս Արմոյի հետ ու բոլոր իմանան, որ այդ երեխան ամուսնությունից ծնված է, Ոչ թե սիրո ծնունդ։ Վերջացրու։ Լավ էլի մամ, հերիքը արդեն կոկորտս կուշտ եմ այս ամեն ինչից, որ հիմա էլ ուրիշների մասին մտածեմ։ Ու հերիքա, զոհեք են մարդկանց, ում որ սիրում եք, հանուն են մարդկանց մտքերի, ով ձեր համար ուղղակի մեկ է։ Ոչ մեկ չի քնում ու արթնանում մտածելով, թե Ադամյանների ընտանիքում ինչ է կատարվում։ Այդ ինչ ներկայացում սարքեցիր ներքևը։ Ասում ես կյանքիդ վերջ կտաս։ Էդ դու ուր։ Սաքո։ Ձենդ կտրի Անիկ։ Դու գիտես, երբ պիտի վերջ տայր կյանքիդ։ Երբ որ տնից փախար ու գնացիր այդ լակոտի հետ անկողին կիսեցիր։ Փու։ Ժամանակ դու անենց պտի վերջ տայր կյանքիդ, որ մեզ ես խայտարակության առաջ չկանգնեցնեիր։ Դու կամուսնանաս Արմոյի հետ։ Ես եմ այտենց որոշել։ Կամուսնանաս ու այդ լակոտին էլ Արմոն կտա իր ազգանունը։ Հիմա հավաքի քեզ ու ներքևի չի։ Փաստորեն ես 10 տարվա ընթացքում ոչ մի բան չփոխվեց, հա։ Հորքուրին էլ ես սենց տնից դուրս հանել պատիվդ փրկելու համար։ Բայց ես քո համար հորքուրը չեմ։ Ու դու չես կործանի իմ կյանքը, որ պատիվդ փրկես։ Դու Ինչ ես անում, Սաքո։ Ասած մեզ ինչ եք անում իմ երեխին։ Սպասի Սաքո։ Ինչ է Անիկ, ինչ է ուզածդ։ Այդ դու ինձ պիտի բացատրես, ինչ ես ուզում ես երեխուց։ Հա, սխալ արել, իմ սիրտն էլ է կտոր լինում, բայց ինքը Արմոյին չի սիրում։ Ինչ ես ուզում զորով ամուսնացնել։ Առանց այդ վիճակը բարդ է։ Ինչ ես ավելի վատացնում։ Մնում էր ինձ կյանք սովորեցնեիր։ Մեր երեխեն է, քո Նարեն է։ Սիրտդ չի ցավում։ Անիկ, ես ինչ եմ արել, որ սիրտս ցավի։ Ինձ կարող ես բացատրել, ես ինչ եմ արել։ Այդ ինքն է ջահել, որ չի հասկանում։ Հենց այս պահի դրությամբ ես իր ապագան եմ փրկում, իր երեխու ապագան եմ փրկում։ Թող ինձ այսօր ասեն սխալ ես, թող ինձ այսօր ասեն վատ ծնող ես, որ վաղը մյուս օր իմ երեխու հետևից վատ բաներ չխոսեն։ Այ, որ սկսեցին խոսել, վատաբանել, փնովել, բամբասել, այդ ժամանակ ինչ անելու։ Ինչ անելու, բացատրի ինձ։ Թող որ վաղվա իմ երեխու ապագայի համար ես այսօր լինեմ վատ ծնող։
Ալո, Հորքուր, Նարե, լացում ես։ հորքուր, ես էլ չեմ դիմանում, ես արդեն խելագարվում եմ։ Ինչ ա եղել, Նարե, ինչ ա կատարվում։ Չգիտեմ ինչ անեմ։ Նարե հանգստացի ու պատմի հասկանամ ինչ ա կատարվում։